Բացի բիբլիական եւ արարատյան ավանդապատումներից այս կենաց ծառի մասին վկայող բազմաթիվ այլ ավանդազրույցներ կան։ Այդ կապակցությամբ արժե հիշատակել մեր ժամանակներում ճանաչված արձակագիր, պատմավիպասան, բանահավաք Հայկ Խաչատրյանի Սոսյաց անտառ պատմաշարը, որը ամբողջական պատկերացում է տալիս մեր նախնիած հավատամքում սուրբ համարվող ծիրանենի, սոսի, կաղնի, բարդի եւ այլ խորհրդավոր ծառերի դերի ու նշանակության մասին։ Քննարկվող հարցի հետ կապված մեզ համար կարևորվում է ծիրանենուն նվիրված ավանդապատմությունները, որոնք անողակիորեն հաստատում են նրա կենաց ծառ լինելը։ Օրինակ, առաջին ծիրանենին պատմվածքից իմանում ենք, որ Հայկ Նահապետի հայրը Թորգոմը իր ժառանգների հետ միասին Արարատյան դաշտում եւ Մասիսի շուրջ բոլորը տնկել է ծիրանի կորիզներ, որոնք վերածվել են ծիրանոտների եւ այնուհետեւ ծիրանիները այնքան է շատացել այստեղ, որ օտարները հայոց աշխարհը ծիրանի երկիր են անվանել։ Երբ բռնակալ բելը ասպատակել է հայոց աշխարհը, հրամայել է իր զինվորներին ճղակոտոր անել հայոց ծիրանիները, որը այս ժամանակներում մեծագույն անարգանք էր համարվում հայոց հասցեին։ Իսկ երբ աղենավոր Հայկը հաղթել է բելին, հայկազունները իրենց Նահապետի ուսերին գցել են ծիրանավառնի պատմուճան, որից հետո ծիրանագույն ծիրանին դարձել է հայոց արքունական հանդերձ։ Հայկական տոնածառը պատմվածքից իմանում ենք, որ Թորգոմի ժամանակներում հայերը նոր տարին տոնում էին գառնանամուտի եւ որ Թորգոմաց տանը տոնածառի դեր է կատարել կենդանի ծիրանենի։ 13 ծիրանենի պատմվածքից իմանում ենք, որ ծիրանը հայկական երկրի խորհրդանիշն է։ Հայոց 8 հրաշալիքները պատմվածքից իմանում ենք, որ միջնադարյան հայ գիտուններից ոմանք հայոց համար հաշվում էին 8 հրաշալիք, որոնց թվում մրգերի մեջ ծիրանը։ Արևուկ պատմվածքից իմանում ենք, որ հայոց աշխարհի ամենահամեղ միրգը ծիրանն է, հատկապես նրա այն տեսակը, որ աճում է Արարատյան դաշտում եւ որը սխալմամբ կոչվում է շալախ։ Հայոց հնները ծիրանի այդ տեսակին անվանել են արևուկ, այսինքն արևային միրգ։ Մարդկային կյանքի 7x7 գաղտնիքները պատմվածքից իմանում ենք, որ մարդու առաջին սնունդը եղել է միրգը, իսկ բոլոր մրգերի մեջ հայ մարդուն ամենաուժգին կամային հատկությամբ օժտում է ծիրանը։ Ծիրանի կենաց պտուղ լինելը հաստատում է նաև նրա արտասովոր բուժիչ հատկությունները։ Ըստ բժշկագիտության վերջին տվյալների, ծիրանը կանգնեցնում է օրգանիզմի ծերացումը, խթանում է սրտի գործունեությունը, ամրապնդում է սրտամկանը, օգնում է ուժասպառության եւ հյուսվածության դեպքում, օրգանիզմի բջիջները զերծ է պահում պաշտպանական համակարգի բոլոր թույներից եւ ազատ ռադիկալներից։ Ծիրանի մոնոդիետան միակերությունը զգալիորեն նվազեցնում է քասկեղով եւ այլ անբուժելի համարվող հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը։ Այն ճիշտ եւ ժամանակին կիրառելու դեպքում իզորու է բուժելու ցանկացած հիվանդություն։ Անիմաստ է թվարկել ծիրանում հայտնաբերված օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր սննդանյութերը, քանզի ըստ 21-րդ դարի բժշկագիտության տվյալների նրանց թիվը ծիրանում հասնում է մոտ 200-ի, որոնց 25%-ն է առ այսօր ուսումնասիրված։ Հնուց ի վեր բժշկապետերը վկայել են, որ լավագույն ծիրանը աճում է Հայաստանում, իսկ դա նշանակում է, որ միայն Արարատյան ծիրանն է կենաց պտուղ։ Այն իր մեջ կրում է բոլոր մրգերի որակները եւ կենսական նշանակության բոլոր տեսակները։ Արարատյան դիցաբանության կենաց պտղի մասին ավանդապատումում թաքնված խորհուրդը հասկանալու համար անհրաժեշտ է նկատի ունենալ հետեւյալ իրողությունները։ Պատահական չէ, որ կենաց ծառը ծիրանենին վարդազգիների ընտանիքին է եւ որ կենաց ծաղիկը վարդ ծաղիկն է։ Պատահական չէ, որ
Հայոց բարձրագույն հոգևոր գիտությունը վարդապետություն է կոչվում, իսկ նրա կրողները վարդապետներ։ Պատահական չէ, որ հայոց լեզվում ծիրանանալ նշանակում է թագավորանալ, արքայանալ։ Ծիրանածնունդ կամ ծիրանածին նշանակում է թագավորածին, թագազն, արքայածին, արքայազն, արքայորդի։ Ծիրանի գոտի նշանակում է ծիածան կամ երկնքի 7 կամար, արամազդի կամ աստծո գոտի։ Պատահական չէ, որ հայ ժողովրդական երգերում ծիրանի ծառը խորհրդանշվում է հայրենիքը, եւ վերջապես այն, որ համաշխարհային ջրահեղեղից հետո Արարիչ Աստծո եւ մարդկանց միջև հավերժության ուխտի խորհրդանիշը ծիածանն է կամ ծիրանի գոտի։ Այսպիսով հաստատվում է, որ կենաց ծառը եւ նրան մահական պտուղը ծիրանը խորհրդանշում են հայ արիական վարդապետությունը կամ հոգևոր բարձրագույն գիտությունը, որը ճաշակելով ամահություն են ձեռք բերում։ Այժմ դժվար չէ նաև հասկանալ, թե ինչու հայկական զարդարվեստում հաճախ հանդիպող կենաց ծառին նվիրված մոտիվներում այն համեմատության մեջ է դրվում եւ նմանեցվում մի սերնահատիկի կամ կորիզի, որը ծլելով, աճելով, ծաղկելով, պտղաբերելով հառնում է որպես համաշխարհային ծառ, գեզերական արարչագործություն իր արարածներով։ Հետևաբար կենաց ծառի ծիրանի աստվածային խորհուրդը իր մեջ ներառում է բոլոր այն սկզբունքները եւ տարրերը, որոնց օգնությամբ Արարիչը արարել է ողջ աշխարհը։ Որ իրոք մեր նախնիները ունեցել են աստվածային աշխարհայացք եւ տիեզերական մտածողություն, վկայում է նաեւ Սևանա լճի ցամաքած տեղերից մեկում, լճաշենի մոտ, հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված արիական տիեզերական ծառը խորհրդանշող բրոնզե թիթեղյա նմուշը, որը պատկանում է մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակին։ Երբեք մտածել եք, թե ծիրանը իր տեսքով ինչ է հիշեցնում, եւ ինչու միայն մրգերից ծիրանն է հեշտությամբ ձեռքով երկու հավասար մասի բաժանում, կամ թե ինչու միայն ծիրանի փայտից են պատրաստում մեր ազգային երաժշտական գործիքները, դուդուկն ու զոռնան, եւ ինչու մենք հայերս հենց այդ ծիրանափող գործիքների աստվածային երաժշտությունն ենք նախընտրում։ Եզրափակելով կարող ենք վստահությամբ նշել, որ այո, հայգազունները իրենց ծագումով եւ ճակատագրի բերումով սերտորեն կապված են խորհրդավոր ծիրանի եւ նրա կենաց պատղի հետ, եւ որ այդ կենսատու կապի վերահաստատումը մեր բոլորի սարտերում իր հետ բերելու է նոր ոսկյա դարաշրջան հայոց համար։ Մեր նախնիկ իզուր չեն ասել, այգումը թե ծիրան կա, բարով Աստծո բարին էլ կա, ժամանակն է, որ Հայաստանը դարձնենք ծիրանի